Մի խանգարեք։ Պարոն Եղոյան, պարոն Դանիելյան, եթե ուզում եք վիճել, դուրս եկեք, դուրսը զրուցեք։ Սիրելի հայրենակիցներ, քանի որ քիչ առաջ այստեղ անկեղծացումներ եղան, անկեղծ խոսեցին, ես էլ փորձեմ անկեղծանալ եւ ներկայացնել մի իրավիճակ, որ տեղի ունեցել ինձ հետ ընդամենը 1 օր առաջ։ Նստել եմ տաքսի, տաքսու վարորդը հարցնում է, հիմա որ ես խոսեմ մեծ իշխանության մասին, ձեր հեռախոսով ձայնագրելու են, ասում եմ չգիտեմ։ Զարմացած նայում ա դեմքիս, հարցնում ա, ասում ա, իսկապես չգիտեք, բա բոլորը գիտեն, որ բոլորին ձայնագրում են, դուք չգիտեք։ Հետո հարցնում ա, այսինքն դուք նաև չգիտեք, որ 10 եպիսկոպոսները ստորագրում են մի հայտարարության տակ էլի այդպիսի ձայնագրությունների հետևանքով, ասում եմ չգիտեմ։ Եվ տաքսու վարորդը շատ զարմացած ինձ հասցնում ա նշված վայրին եւ մտածում ա, որ երևի թե ես իր մոտ պաշտպանում եմ այս իշխանությանը։ Հետո դրան հաջորդում է, ասեմ ով էր որ հետո գնա հետևից, իսկ հետո դրան հաջորդում է Civilnet-ի հրապարակումը, Civilnet-ը հրապարակում է պաշտոնական տվյալներ, որոնք վերաբերում են քաղաքացիների խոսակցությունների գաղտնալսմանը եւ շատ հետաքրքիր պաշտոնական տվյալների մասին է խոսքը, շատ հետաքրքիր տվյալներ են, ուրեմն 2023 եւ 24 թվականներին քաղաքացիների հեռախոսային խոսակցությունները լսելու, ներքին եւ արտաքին դիտումներ իրականացնելու միջնորդությունները եղել են 600-ից 700-ի շրջանակներում։ 2025 թվականի միայն առաջին կեսի ընթացքում դատարան ներկայացված միջնորդությունների թիվը արդեն կազմում է գրեթե 600, միայն առաջին կեսին։ Եվ այս առաջարկած միջնորդությունների, ներկայացրած միջնորդությունների 60%-ն էլ բավարարվում են։ Հետո լինում է անտիկորի հրապարակումը, որտեղ անտիկորը ներկայացնում է, որ ԱԱԾ-ն մարդկանց գաղտնալսում է 24/7 ռեժիմով, սկզբում առանց թույլտվության, հետո երբ որևէ բան գտնում են, դիմում են դատարան եւ դատարանը հետին թվով թույլտվություն է տալիս այդ ձայնագրությունները օգտագործելու։ Մի ուրիշ մեխանիզմ էլ կա ըստ անտիկորի եւ նաեւ փաստաբանների, ապօրինի գաղտնալսումից ստացված խոսակցությունը, որը չպետք է թույլատրվի որպես ապացույց օգտագործել, ուղարկում են իշխանամերձ լրատվամիջոցները հրապարակում են, հետո այդ հրապարակման հիման վրա վարույթ է նախաձեռնվում եւ իհարկե ներկայացվում է կալանքի միջնորդություն։ Այս մեխանիզմները գործում են եւ այս մեխանիզմներին սիրելի քաղաքացիներ դուք ինքներդ էլ ականատես եք եղել, եթե ընդհանրապես փոքր մտավարժանք անեք, կհիշեք այդպիսի բազմաթիվ հրապարակումներ եւ դրանից հետո հարուցված քրեական գործեր։ Ավելին, շատ հաճախ այդ գաղտնալսումները հրապարակվում են կտրած, կպցրած, կեղծած եւ ստեղծում են հանրության մոտ տպավորություն, որ իրականում տեղի է ունեցել լուրջ իրավախախտում, հետո այդ ամեն ինչը հերքվում է, բայց վնասը, որ հասցվել էր, դառնում է անդառնալի։ Օրինակ, Բաքրատ Սրբազանի գործով այդպիսի կտրած, կպցրած, բովանդակությունից առանձնացված հրապարակումներ բազմաթիվ են եղել եւ հիմա էլ այդ վարույթի շրջանակներում դրանք դեռ օգտագործվում են որպես ապացույց։ Մկրտիչ Սրբազանի դեպքում էլի իշխանամերձ լրատվամիջոցներում հրապարակվում է ապօրինի ձեռք բերված ապացույց, հետո այդ հրապարակման հիման վրա վարույթ է հարուցվում եւ մարդը կալանքի տակ է։ Խոսել եմ իմ փաստաբան գործընկերների հետ, իրենք էլ հաստատում են, որ գաղտնալսումների մասին դատարանի որոշումները ըստ էության տպավորություն են թողնում, որ կոնվեյերով անցել են, որովհետև ընդհանրապես փոխվում է անուն ազգանունը, հիմնավորումները մնում են նույնը, առանց գործի մանրամասն վերլուծությունների։ Հետո մեկ այլ հանգամանքել են նշում փաստաբան գործընկերները, դա վերաբերում է նրան, որ սովորաբար լինում են դեպքեր, երբ դատարանը տալիս է գաղտնալսման թույլտվություն, արդեն հետին թվով եւ վերևում նշված է մեկ այլ ամսաթիվ, իսկ գաղտնալսումը արվում է մի քանի ամիս առաջ ժամկետով։ Սիրելի գործընկերներ, Անտիկորի այս հրապարակմանը անմիջապես հաջորդեց իրավապահ մարմինների հերքումները,
Ինչը շատ բնական է, որովհետև այստեղ շատ կարևոր հարց է առաջանում, բա ինչ պետք է անեին, հա, իրավապահները, հո չէին ասելու, որ այո, լսել ենք, լսում ենք եւ շատ լավ ենք անում, որ լսում ենք։ Դա շատ նման է օրինակ երեք արդարադատության նախարարի կողմից արված հայտարարությանը, որտեղ նա ասում էր, որ ի իրախություն մեզ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չկա։ Հո չէր ասելու, որ քաղբանտարկյալներ կան եւ այդ քաղբանտարկյալների համար պատասխանատուն մենք ենք։ Եվս մեկ հանգամանքի մասին եմ ուզում խոսել, խոսքը վերաբերում է ԱԱԾ-ին եւ ես ցավով պետք է նշեմ, որ այսօր ԱԱԾ-ն ըստ էության դարձել է այս իշխանության կողմից շահագործվող մի մարմնի, ցավոք սրտի կարելի է նույնիսկ նմանացնել թրաֆիկինգի զոհի հետ, որովհետև իրենց գործը դարձել է ստատուս գրողների հետևից գնալը, իրենց գործը դարձել է հոգևորականներին շանտաժի ենթարկելը եւ դրա վառ օրինակներից մեկն էլ այն է, որ Գյումրիում օրինակ ԱԱԾ-ն հոգևորականներին համոզում էր, որ պատարագից զեղչեն կաթողիկոսի անունը։ Սիրելի հայրենակիցներ, այսպիսին է մեր իրականությունը, այո, տաքսու վարորդի ասած մի արտահայտությունն եմ ուզում մեջ բերել, ասում էր տպավորությունա ոնց որ ապրում ենք Հասնացուն հյուսիսից ֆիլմում, որտեղ որ ասում են կարողա մեզ հետևում են։ Այո, սիրելի հայրենակիցներ, մեզ հետևում են, մեծ եղբայրը հետևում է մեզ։ Բայց ուզում եմ այսպես որպես վերջաբան նշել, որ այս իրավիճակը այլ պետություններում էլ է եղել։ Այսպիսի իրավիճակ եղել է Վրաստանում, այսպիսի իրավիճակ եղել է Ղազախստանում, բայց երբ իշխանությունները փոխվեցին, նրանք դարձան հրապարակային եւ մարդիկ տեսան, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Գիտեք, բայց այս այլասերումը սովորաբար հոգնեցնում է մարդկանց։ Հոգնում են եւ գաղտնալսվողները, եւ գաղտնալսողները, հոգնում են եւ բռնողները, եւ բռնվողները, հոգնում են եւ դատողները, եւ դատվողները։ Մարդիկ աստիճանաբար անցնում են պայքարին։ Զգուշացեք ձեր գործողություններից։ Եվ վերջում այստեղ падգամավորներից մեկն ասաց, ընդդիմությունը թիրախավորում է ժողովրդավարությանը։ Ձեզանից լավ թիրախավորող, ինչու եք ընդդիմության վրա բարդում։ Ձեր գործողությունները ցույց են տալիս, թե դուք ինչպես եք վերաբերում ժողովրդավարությանը։ Աննա, չէ, ներողություն։